Բարև ձեզ սիրելի լրագրողներ, բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք այս ասուլիսը լուսաբանելու։ Ես այսօր կպատասխանեմ 3 հիմնական հարցի։ Առաջինը, որոնք են մեր երկրում առկա խորքային խնդիրները, եւ դրանից հետո կնշեմ, թե ով կարող է լուծել այդ խնդիրները, ինչ որակներ ունեցող մարդիկ, եւ ինչպես պետք է լուծվեն այդ խնդիրները ու որն է իմ օրակարգը։ Նախ առաջինը ուզում եմ հստակ ասել, որ այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքը վերածված է մրցավազքի։ Մի խումբ մարդիկ մեր խնդիրների պատճառներն են եւ մեկ այլ խումբ մարդիկ անկարողներ են ուղղակի, որոնք եկել են այս արկա խնդիրները, կուտակված խնդիրները իբր թե լուծելու, բայց դրանք ավելի են անընդհատ խորացնում։ Եվ ստացվել է այնպես, որ մեր երկրում արկա է փակ համակարգ, փակ շղթա։ Քաղաքական համակարգը երկու թևեր ունի։ Ամբողջությամբ մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը նախկին նախագահների համակարգը, նախկին նախագահները։ Նիկոլ Փաշինյանը պարզապես սնվում է նախկին նախագահներից, եւ այս երկու համակարգերը իրար ուժեղացնում են։ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ եկել է իշխանության, նախկին նախագահների ատելության վրա, նրանց ժամանակ թույլ տված սխալներից ելնելով, ու հիմա էլ երկիրը պահում է ատելության ու թշնամանքի այս փակ շղթայի մեջ։ Եվ այս փակ շղթան նաև այնպես է ստացվել, որ այս երկու համակարգերը, նախկին նախագահները եւ Նիկոլ Փաշինյանը, առանց իրար գոյություն ունենալ պարզապես չեն կարող։ Եվ այսպես երկիրը մշտապես մնացել է անցյալում։ Այս ամենի արդյունքում նաև անգամ ինչ է ստացվում, անգամ ամենաաբսուրդային բաները, որոնք մեր երկրի անվտանգության, մարտահրավերների տեսանկյունից ուղղակի կործանարար են։ Մի մասը մեզ ծիրանով տանում է դեպի Բելարուս, մի մասը մեզ ուզում է Նիկոլ Փաշինյանը մեզ ուզում է դարձնել Ադրբեջանի վիլայետ, որպեսզի օտարները մեզ կարողանան թելադրել, թե մենք ինչ անենք։ Այս համակարգի պատճառն է, որ նախկին նախագահների եւ Փաշինյանի վեճը վերածվել է այն աստիճան, այնպիսի դրսևորումներ է ստացել, որ օրինակ մի կողմից հայտարարվում է, որ պատերազմը հրահրել է Փաշինյանը, ինչը թեկուզ մենք որքան էլ իմանանք, որ դա իրականություն է, բայց այդպիսի բան ինչպես կարելի է հայտարարել, որտեղ դա Հայաստանը բոլորովին այլ կերպ է ներկայացնում։ Մյուս կողմից էլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի զինվորները ինչու են ծառայում Հայաստանից դուրս։ Սա էլ նույնպես էլ երկու հայտարարություններն էլ մեր պետական շահերին հակասող հայտարարություններ են։ Իսկ իրականությունը հետևյալն է, ստացվել է, որ մենք ունենք 60-ից 70% մեր քաղաքացիներ, որոնք պարզապես չեն մասնակցում որոշումների կայացմանը, քաղաքական որոշումների կարևորագույն որոշումների կայացմանը մեր երկրում։ Այսինքն, նրանք ինչ է արված։ Այս համակարգի արդյունքում քաղաքական համակարգի, որը ձախողված է, մարդիկ պարզապես հուսահատության մեջ են հայտնվել եւ ընդհանրապես չեն գրում ընտրություններին։ Սրանից է հենց նաև գալիս։ Եվ ես ուզում եմ ասել նաև, որ ես հավակնում եմ դառնալ նրանց ձայնը։ Եվ ուզում եմ նաև դիմել մեր քաղաքացիներին, որ մենք եկել ենք ասելու, որ մենք դառնալու ենք ձեր ձայնը։ Եվ մենք բոլորով միասին կտրելու ենք, ճեղքելու ենք այս համակարգը, որը իմ համոզմամբ առնվազն վերջին 5 տարիները, եթե ոչ ավել, ուղղակի թունավորում է մեր քաղաքական համակարգը։ Հիմա տեսեք նաև ինչ է տեղի ունենում։ Մենք այսքան շրջում ենք գյուղերով ու քաղաքներով, չէ՞։ Մեր քաղաքացիները մեզ մշտապես ասում են, մենք կամ գործ ունենք գողերի, կամ անկարողների հետ։ Եվ երկու պարագայում էլ մենք անընդհատ մնում ենք այդ փակ շղթայի մեջ։ Եվ այնինչ տեսանք մենք վաղարշապատում, իմ կարծիքով դա քաղաքական համակարգի ձախողված քաղաքական համակարգի արդյունք է։ Եվ ինչքան էլ գնան քննարկեն, ով ինչքան ձայն հավաքեց, դե փաստը մնում է փաստ, որ Փաշինյանի ղեկավարությամբ ԿՊ-ն այսօր իշխանություն է ձևավորում վաղարշապատում։ Ես նաև գիտեք ինչն է հետաքրքիր, երբ ընտրությունը կամ մրցավազքը ԿՊ-ի կամ Փաշինյանի, այսպես ճիշտ է, Փաշինյանի եւ նախկին նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է դա։ Եվ ես ուզում եմ հստակ ասել, որ Փաշինյանի
իշխանությունը հիմնվում է 3 այսօր հենասյուն ունի, 3 հենասյուն։ Առաջինը, որոնց դեմ աշխատելով ձևավորում է օրակարգեր։ Առաջինը նախկին նախագահներ, երկրորդ եկեղեցի, երրորդ ռուսներ։ Ռուսներից նրանք ունեն սարսափելի վախ, Փաշինյանը անձամբ չի խոսում ռուսների դեմ, այլ հանձնարարում է պատգամավորներ են խոսում, տարբեր աջակիցներ են խոսում, բարձր արդյունքում ստացվում է նույն բանը։ Բայց արմատը մեկ է նախկին նախագահների այս ինստիտուտի վրա է նստած եւ ընդհանրապես նաեւ ակնհայտ է, որ մեր ժողովուրդը այս հարցին պատասխանել է։ Մեր ժողովուրդը հստակ ասել է, որ նախկին նախագահները իշխանության գալ չեն կարող։ Եվ ստացվել է այնպես, որ նախկին նախագահները սնուցում են ուղղակի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որտեղ նա սնվում է դրանից։ Գիտեք, ես չեմ ասում, որ նախկինում մինչև 2018 թվականը կամ պաշտոնաթող նախագահների օրոք որևէ լավ բան չի եղել։ Իհարկե եղել է։ Մենք բոլորս ապրել ենք այդ միջավայրում, իրողություններ են դրանք մեր եղել եւ տեսել ենք, բայց պետք է մենք ընդունենք 2018-ը ինչու եղավ։ Որքան էլ որ տարբեր խոսեն արտաքին միջամտություններ եւ այլն, բայց կային խնդիրներ, չէ՞։ Կային ձևավորված խնդիրներ եւ դրանք կուտակվել են ու դրանք նախագահներից որևէ մեկին վերագրել չի կարելի։ Դրանք 18 թվականի դրությամբ բոլոր 3 նախագահների ժամանակաշրջանի կուտակված խնդիրներն էին։ Նույնը ես ասում եմ նաեւ այսօր էլ լավ բաներ տեղի ունենում են, բայց դրանք դրվագային են եւ դրանք մեր երկիրը պարզապես հետընթացի մեջ են պահում։ Ես նաեւ ուզում եմ հստակ նշել, որ ԿՊ-ն ու Փաշինյանի իշխանությունը նեգատիվի իշխանություն է։ Նրանց ինքնությունը նեգատիվ է։ Սա այսպես նեգատիվ ինքնություն ունեցող իշխանություն է եւ ամբողջը կառուցված է ատելության շուրջ։ Ինչ են անում, մասնավորապես Փաշինյանի ու նրա իշխանության մասին է խոսքը, մարդկանց անընդհատ այս խնդիրների շուրջ զզվացնում են ուղղակի զզվացնում են, որ մարդիկ հոգնեն, զզվեն, հուսահատ վիճակում մնան ու չգնան ընտրությունների եւ սա հայտնվեն հուսալքության մեջ, ու սա միայնում է ձեռնտու, միայն ձեռնտու է ԿՊ-ին այս վիճակը, որովհետեւ եթե մարդիկ չեն գնում ընտրության, ընդամենը այս արդյունքում օգտվում է բնականաբար քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանն անձամբ եւ իմ խոսքը նաեւ ես ուզում եմ ուղղել նախկին նախագահներին, պաշտոնաթող նախագահներին, ասել, որ պարոնայք պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին։ Եվ նաեւ ուզում եմ ասել հետեւյալը, քանի որ մեր ժողովուրդը հստակ այս հարցին պատասխանը տվել է, որ նախկին նախագահները չեն կարող գալ իշխանության, եւ դա իմանալով մասնակցում են ընտրության, սա նշանակում է, որ դառնում են ուղղակի իշխանության ձեռքում գործիք։ Ինձ համար, եւ դա նաեւ ժողովրդավարական հասարակության կանոն է, որ նրանք դառնում են պարզապես ռեժիմի մաս այս պարագայում, որովհետեւ օգնում են Նիկոլ Փաշինյանին վերածվելու բռնապետի, դեպ նա հիմնվում է, սնուցվում է միայն այս սխալներից։ Հիմա ես ուզում եմ նաև ասել, թե ով կարող է, ինչ որակներ ունեցող մարդը կարող է այս խնդիրները լուծել եւ ինչպես կարելի է դրան հասնել։ Նախ տեսեք, ինձ այս համակարգերից որևէ մեկը նախկին նախագահներից եւ Նիկոլ Փաշինյանը չեն աջակցում, հակառակը ընդդիմանում են եւ այդ ընդդիմախոսությունը շատ բացահայտ է դրսևորվում, երբ մենք գնում ենք թեկուզ մեր այցերի ժամանակ ենք զգում, հրապարակային դաշտում ենք զգում, մի դեպքում հրապարակային է արվում, մի դեպքում լուրջ սպասում են, թե ինչպես ենք պարտվելու եւ առհասարակ ձախողվելու։ Մի դեպքում, որը շատ ավելի տարածված է, սարսափելի բամբասանքներ են տարածված տարբեր, որտեղ նպատակն է քայքայել մասնակցությունը, իսկ պատճառը խորքային դարձյալ էլի այն է, ինչ ասեցի, եւ նաեւ այստեղ մի հետարքիր կարևոր բան եմ ուզում ընդգծել, որ ես ողջունում եմ այս ընդդիմախոսությունները, որտեղ դա մեզ առանձնացնում է իսկապես բոլորից եւ այո, ստացվում է, որ մենք նաեւ որպես ինքնուրույն անկախ ուժ ճիշտ նախաձեռնություն ենք արել։ Իսկ տեխնացուի կարգավիճակով ես ինչու եմ առաջադրվել
եւ առաջադրվելու են պաշտոնապես, որովհետեւ նախ ուզում եմ թվարկել որակներ, ես ունեմ կրթություն, որը ստացել եմ Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում, ունեմ մասնագիտական փորձ, որ վերաբերում է, որ աշխատել եմ միջազգային ամենաբարձր ատյաններում որպես պատվիրակությունների ղեկավար, Հայաստանում ղեկավար պաշտոններում, Հայաստանում, Եվրոպայում, Աֆրիկյան պետություններում, Միջին Արևելքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այդ փորձը բնականաբար օգտագործելու եմ հանուն մեր երկրի զարգացման։ Ես նաեւ կարեւոր եմ համարում, որ այն բնավորությունը, որ ինչ բնավորության գծեր պետք է ունենա երկրի ղեկավարը, ուժեղ, կամային եւ կարողանա իրագործել այն որոշումները, որոնք կոնկրետ իրավիճակից բխում են։ Ես նաեւ ներկայացնում եմ նոր սերնդի ղեկավարություն եւ որովհետեւ մեզ անհրաժեշտ է նաեւ սերնդափոխություն։ Եվ հատուկ նաև ուզում եմ նշել, որ ես որպես վարչապետ ապահովելու եմ Հայաստանի երիտասարդության ակտիվ ներգրավվածությունը մեր երկրի կառավարմանը, մեր հասարակության ամենադինամիկ հատվածի, եւ ես հավատում եմ, որ մենք բոլորով հաղթահարելու ենք, մեր ապավինելով մեր ուժերին, ապավինելով ինքներս մեզ եւ ղեկավարվելով մեր հույսով ու հավատով, մեր ուժերով իսկապես հաղթահարելու ենք այս վիճակը։ Ես դրանում համոզված եմ։ Հիմա ինչպես վերջին մասին անդրադառնամ իմ ասուլիսի, ինչպես ի վերջո լուծել այս խնդիրները եւ որն է իմ օրակարգը։ Հստակ ուզում եմ 3 բան նշել. ուժեղ պետություն, ուժեղ անվտանգություն եւ արդար երկիր։ Սրանք այն 3 հենասյուներն են, որոնք մեզ տանում են եւ տանելու են առաջ։ Մենք նախ եւ առաջ արտաքին քաղաքական բնագավառում խորացնելու ենք մեր հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ համար վստահելի գործընկեր է։ Մենք վերցնելու ենք աշխարհի պետություններից լավագույնը, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպքում մեզ համար կարևորագույն նշանակություն է ունենալու կրթական համակարգը, բարձր տեխնոլոգիաների նվաճումները, պաշտպանության ոլորտի ինովացիոն նվաճումները եւ անվտանգության ոլորտի եւ մյուս բոլոր իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը եւ մյուս նաեւ կարեւորագույն արժեքներն ու համակարգերը որ կան։ Սրա հետ միասին մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կրճատենք մեր կախվածությունը, առհասարակ վերացնենք, չի կարող լինել պետություն, որը կախված է մեկ շուկայից, մեկ երկրից, ինչպես տարիներ շարունակ եղել է։ Մենք նաև ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերացնենք Ռուսաստանի հետ Դաշնության հետ հարաբերություններում մեր առկա խնդիրները եւ կախվածության աստիճանը։ Մենք պետք է փնտրենք, սիրելի հայրենակիցներ, ոչ թե հովանավորներ, այլ մենք պետք է մեր սեփական հնարավորություններով գտնենք լուծումներ։ Մենք չպետք է ունենանք պետություն, որը չի կարողանում ապահովել ինքնուրույնաբար իր կարիքները եւ իր անվտանգությունը։ Եվ մենք չենք կարող լինել պետություն, որը ինչ որ մեկի արբանյակն է։ Անվտանգությունը լինելու է իմ թիվ խնդիրը, համար 1 խնդիրը, խնդիրների հարցերի հարցը, անվտանգության հարցը։ Առաջին օրվանից, երբ ես լինեմ վարչապետ, հենց առաջին օրը իմ հրամանով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը հանձնարարական է ստանալու 6 ամսվա մեջ ներկայացնել անվտանգության բնագավառի բարեփոխումների ծրագիր։ Այդ ծրագիրը անմիջապես սկսելու ենք իրականացնել եւ մենք առաջին 5 տարվա մանդատի շրջանակում հասնելու ենք մեր հակառակորդի հետ անվտանգության հարցում հավասարակշռության զսպան, իսկ հետո լիարժեք հավասարակշռության։ Որովհետեւ ես համոզված եմ, որ միայն այս կերպ, միայն ուժեղ լինելու շնորհիվ է, որ մենք կարող ենք ունենալ խաղաղություն։ Մենք մշակել ենք հստակ տնտեսական աճի ծրագիր, այդ ծրագիրը արտահանելի մոդելի համակարգ է, եւ մենք պետք է ունենանք մեր երկում իհարկե սոցիալական արդարություն, որը երկիրը պետք է հիմնված լինի գիտության բարձր նվաճումների վրա, ու պետք է մեր կրթական համակարգը ոչ թե լինի նորաձև, բայց փուչ, այլ իրական կրթական համակարգ, որը մեր քաղաքացիներին ձևավորում է իրական քաղաքացիներ եւ այնպիսի քաղաքացիներ, որոնք իրենց են կերտում իրենց կյանքը եւ ինքնուրույն են դա անում։ Մենք պետք է լինենք իհարկե նաև ամբողջական նաև բարեփոխման է ենթակա մյուս համակարգերը, բուհական համակարգը, կրթական
Իհարկե նաև այս ամենը պետք է արվի Սփյուռքի հետ միասին։ Եվ օրինակ անվտանգության համակարգում մենք առաջնահերթ աշխատելու ենք թե Հայաստանի մասնագետների հետ, թե նաև Սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Ու նաև պետք է գնահատենք բնականաբար Սփյուռքի մեր հայրենակիցներին, նրանց վաստակը եւ ներդրումը։ Օրինակ, այդպիսի լուծումներից մեկը անմիջապես լինելու է օդանավակայանը անվանել Շարլ Ազնավուր օդանավակայան, որը կարծում եմ գնահատական է կարևորագույն։ Բացի այն, որ մասնագետների նաև հրավիրելով ենք անելու մյուս լուծումները։ Եվ հիմա գիտեք, ես վերջում նաև ուզում եմ մի կարևոր հարցի անդրադառնալ։ Տեսեք, ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահներին անընդհատ հրավիրում է բանավեճի։ Եվ ինքը այդ իր ատելության, թշնամանքի օրակարգի ձեռնելով վստահ է, որ արդյունքների հասնելու է։ Նախկին ժամանակների սխալները օգտագործելով եւ այլն, իհարկե մոռանում է, որ ամենամեծ նախկինը ինքն է։ Բայց ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հիմա ասեմ, որ պարոն Փաշինյան, ես եմ հիմա ձեզ հրավիրում բանավեճի։ Ցանկացած տեղ, ընտրեք ձեր ուզած տեղը, ձեր ուզած հարցերը, Պետրոս Ղազարյանին կարող եք կանչել, որպեսզի ձեզ մենակ չզգաք։ Հունվարի 15-ին ես հրավիրում եմ բանավեճի։ Հետևողական եմ լինելու այս հարցում։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը ուզում է, սիրելի հայրենակիցներ, որպեսզի դուք քվեարկեք նրա օգտին վախերից ելնելով։ Ես ասում եմ, որ խնդրում եմ, որպեսզի դուք քվեարկեք մեզ համար հույսի եւ հավատի համար, հզոր երկիր ունենալու հավատով։ Եվ ես ուղղակի հավատացած եմ, որ մենք հասնելու ենք դրան։